Հալելույա։ Մի բան կա, որ իսկապես շատ կարևոր է, որովհետև այսօր իսկապես կարիքը կա սրա մասին խոսելու։ Քրիստոնեական աշխարհը ժամանակ առ ժամանակ թուլանում է գիտեք ինչի պատճառով, հատկապես նյութականի պատճառով, հողի պատճառով։ Քրիստոնեական աշխարհում պետք է, կարիք կա, որ մեկ-մեկ մարդ իրեն մի հատ թափ տա, ուժեղ կանգնի, իր վրայից թափի այս աշխարհի ցանկությունները, հարստանալու ձգտումը, ամեն ինչ որ կուտակվում է իր վրա խանգարելով Աստծուն մոտենալու։ Մի հատ թափ տա ինքը ստապ կանգնի Աստծո առջև։ Այսօր գուցե դրա կարիքը կա։ Նյութականը գիտեք ինչքան վտանգավոր բան է։ Սա այն բանն է, ինչը մրցակցում է Աստծո հետ, մրցակցում է մեր հավատքի հետ։ Քանի անգամ եք լսել մարդկանցից, աչքովս չտեսնեմ, չեմ հավատա։ Գիտեք ինչի, որովհետև նյութականին է հավատում, տեսածին է հավատում, չի հավատում աներևույթին, ոչ նյութականին։ Քանի անգամ եք տեսել, որ մարդիկ նյութականի պատճառով հավատքից ընկնում են։ Ես չեմ ասում շատ կամ քիչ ունենալուց, երկուսից էլ ընկնում են։ Մեկը շատից է ընկնում, մեկն էլ չունենալուց է ընկնում, բայց երկուսի մոտ էլ տեղի ունենում անկումը։ Նյութականը միակ բանն է, որ Հիսուսը համեմատեց Աստծո հետ։ Ասաց երկու տիրոջ չեք կարող ծառայել, կամ Աստծուն կամ մամոնային, այսինքն հարստությանը։ Միակ բանն էր, որ Հիսուսը այսպիսի համեմատություն դրեց։ Չասեց քո էգոն, քո եսը, ասեց նյութականի հետ, կամ կլինես նյութականի ծառան, կամ կլինես Աստծո ծառան, երկուսը միասին չես կարող։ Այսինքն մրցակցող է նյութականը։ Եթե մրցակցողը հիշում եք երկրորդ պատվիրանը, 10 պատվիրաններից երկրորդը, որ մի բան, որ սկսում է մրցակցել Աստծո հետ, Աստծո վրիժառությունն է գալիս նրա վրա։ Ասաց ոչ մի բանի նմանությունով կուրկ չսարքես, երկրորդ պատվիրանն է, չէ՞։ Ասաց որովհետև ես վրիժառու Աստված եմ։ Եթե հանկարծ մի բան մարդու սրտում բարձրանում է որպես կուրկ, Աստծո վրիժառությունը գալիս է դրա վրա։ Միշտ զգուշացեք, ինչ է ձեր սրտում բարձրանում Աստծուն զուգահեռ։ Ամենաշատ բարձրացողը դա նյութականն է։ Մարդիկ Աստծուց փող են խնդրում աղոթքի ժամանակ։ Սա սխալ չի, ճիշտ է, բայց որ նայում ես մարդու սրտին, ասում ես ինչի համար։ Արդյոք մենակ քո օրվա հացը, չէ՞ որ Հիսուսը սովորեցրեց հայր մեր աղոթքի մեջ ամեն օրվա հացը մեզ տուր։ Չասեց հարստություններ, չասեց այնքան փող տուր, չգիտեմ այնքան հաց տուր, որ չգիտեմ ինչ անեմ, որ ուտեմ ու դրանից խեղդվեմ։ Գիտեք չէ՞ բնության մեջ կա այդպիսի երևույթներ։ Գրված է, որ մարդու ստամոքսը իր Աստվածն է, կարդացել եք այդպիսի խոսք Ֆիլիպպեսների 3-րդ գլխում։ Ամենավտանգավոր բանն է նյութականը, որը մրցակցում է Աստծո հետ, որի մեծությունը կարծես խանգարում է։ Գիտեք, մեկ-մեկ մարդիկ մտածում են քրիստոնյաները, որ եթե հարուստը շատ փող ունի, ուրեմն կապված է այդ փողի հետ։ Ասեմ բոլորովին պարտադիր չի։ Մեկը կարող է շատ ունենա, կապված չլինի դրա հետ։ Մեկը կարող է բոլորովին չունենա, այդ չունեցածի հետ կապված լինի։ Տեսել եք մարդ, որ բոլորովին չունի։ Ես տեսել եմ, բայց իր երևակայության մեջ ինքը կապված էր միլիոնների հետ։ Ասում էր երբ եմ դառնալու միլիոնատեր։ Ու այս մաշկում միտքը այդ մարդը դրանով էր զբաղված։ Պատկերացնում եք ինչքան վտանգավոր բան է նյութը։ Կարող ունենա շատ քիչ, ընդհանրապես չգիտեմ 10 դրամ, բայց այդ 10 դրամի հետ իր սիրտը այնքան կապված լինի, որ չկարողանա փոկի իրանից տա մեկին։ Շատ վտանգավոր մի բան է։ Դրա համար որոշեցինք որս անգամ նաև կար առաջնորդությունը, ինչքան ժամանակ երևում է դրա կարիքը մարդկանց քրիստոնյաների մեջ, որ մի հատ լավ խոսենք սրա մասին, բացատրենք։ Հիսուսը որ երկար մի տեքստ ամբողջ բավականին երկար խոսեց նյութականի մասին։ Հիշում եք դա որտեղ էր։ Մատթեոս 6-րդ գլխում։ Երբ որ խոսում էր, ասում էր ինչ եք անհանգստացել վաղվա օրվա համար։ Նայում եք չգիտեմ քանի տարի հետո ինչ պիտի լինի։ Ասում էր առաջ խնդրեք երկնքի թագավորությունը, այդ բոլորը բացատրելուց հետո կանգ առավ դրա վրա։ Ասաց առաջ խնդրեք երկնքի թագավորությունը։ Այս առաջը նշանակում էր ամեն բանից առավել խնդրեք երկնքի թագավորությունը, մնացած բաները ձեզ կտրվի։ Իրականում նյութականը նույնիսկ պիտի ծառայի երկնքի թագավորությանը։ Եթե դու քրիստոնյա ես, եթե դու հավատում ես Աստծուն, քո կյանքում ինչ կա, որ Աստծուն տրված չի։ Մի պահ նայիր քո կյանքին ու մտածիր։ Կա քո կյանքում մի բաժին, որը Աստծուն տրված չի։ Մի քարոզիչ ասում էր, եթե մարդու գրպանը տրված լինի Աստծուն, ուրեմն ամեն ինչ տվել է։ Փորձիր դրանք ես չափել։ Իսկապես քո ունեցվածքը, փողը տվել ես Աստծուն։ Ուրեմն ամեն ինչ տվել ես, որովհետև դա ամենաբարձր բանն է մնացած ամեն ինչի մեջ։ Շատ հաճախ մարդիկ, նույնիսկ բարեկամներ, հարազատներ իրար հետ վիճում իրար են սպանում, ինչի համար փողի։ Բայց Հիսուսը պարզ բան ասաց, առաջ խնդրեք երկնքի թագավորությունը։ Այս պատվերը տրված մեզ։ Սա մի պատվեր է մեզ համար, քրիստոնյաներիս համար, որ ամեն բանից առաջ խնդրենք Աստծո թագավորությունը։ Բայց սա չլինի նաև ձևի համար։ Ես հիշում եմ մի եղբայր ասում էր, հենց տեսնում եմ փողոց պակասում է, ասում եմ Տեր դուր ինձ Աստծո թագավորությունը։ Այսինքն ես սա խնդրում եմ նրա համար, որ փողոց տեղը գա։ Սա ճիշտ չի։ Ես խնդրում եմ Աստծո թագավորությունը, որովհետև դա ավելին արժի, քան թե ամեն ինչ նյութական։ Ընդհանրապես Աստված գործում է մեր նյութականի միջոցով։ Գիտեք, որ ինքը շատ հարուստ Աստված է։ Գրված է երկիրն ու նրա լիությունը Տիրոջն են, թե նոր կտականում է գրված, թե հինում։
ու մենք այդպես հավատում ենք, որ Աստծո ձեռքի մեջ են ամեն ինչ։ Ոսկի, արծաթ, փողեր, ոչ մի դժվարություն ինքը չունի նյութականի հետ։ Կարա մի օրում քեզ շատ հարուստ դարձնի, ու կարա նաև մի ակնթարթում քեզ շատ աղքատ դարձնի։ Ամեն ինչ կարա անի, ամեն ինչ իր ձեռքում է։ Դե դեպքում ինչու հաճախ քրիստոնյաները դժվարություն են ունենում։ Ինչու հաճախ քրիստոնյաները տեսնում են, որ իրենց նյութականը տեղը չի գալիս, իրենց Տերը, իրենց Աստվածը ոնց որ չի ապահովում այդ հարցում։ Սրա մասին բավականին շատ է գրված Աստվածաշնչում, բայց ես ընտրեցի ամենակարևոր այսօր մեր համար անհրաժեշտ մի քանի հատվածներ, որոնք կարծում եմ մենք պիտի ուսումնասիրենք։ Որ Աստված գործ անում նյութականի միջոցով մեր կյանքի մեջ, շատացնելով, պակասացնելով, երբեմն կարոտության հասցնելով, ինքը մի քանի բան է սովորեցնում մեզ։ Այսօր պիտի խոսեմ 5 բաների մասին, որ նյութականի միջոցով Աստված սովորեցնում է մեզ։ Առաջինը դա գոհանալն է։ Այնքան հեշտ է գոհանալ, երբ որ քեզ փող են տալիս։ Մի հատ լավ գումար է գալիս, ասում ես փառք քեզ Տեր, ես ինչ հրաշք արեցիր։ Հազվադեպ երբևն եղել է մեկը, որ հանկարծ իր ձեռքը փող գա, ինքը մտածի, որ դա Աստված չի արել։ Բայց դեպք եղել է, ես ինչ որ չեմ հիշում այդպիսի դեպք։ Բայց բոլորը ինչ որ մտածում են, որ հենց փող է գալիս, ուրեմն Աստված է արել։ Ու առաջինը փառք են տալիս, ասում են փառք քեզ Տեր, շնորհակալ եմ, որ արեցիր, ապահովեցիր, չգիտեմ ինչ արեցիր։ Մի դեպք ասեմ նոր կտականից, Պետրոսին բերեցին փող տվեցին։ Ու Պետրոսին չէ, եկեղեցուն էին տալիս Պետրոսի միջոցով։ Պետրոսը զգաց, որ դա Աստծուց չի։ Ինքը խոսեց, այդ դեպքը գիտեք, դրա համար չեմ պատմում։ Հասկանում եք, եթե քրիստոնյան կապված լինի փողի հետ, ինքը չի հասկանա դա Աստծուց էր թե չէ։ Ինքը միշտ փառք կտա Աստծուն նրա համար, որ իրան փող տվեցին։ Ու շատ հեշտ է փառք տալիս կապես այն պահին, գոհանալ Աստծուց այն պահին, երբ որ տալիս են։ Բայց այ երբ որ դժվարությունն է սովորիր գոհանալ։ Դրա համար Ֆիլիպեցիների 4-րդ գլխում Պողոս առաքյալը շատ լավ խոսք է ասում։ Մենք այս խոսքը հաճախ ենք օգտագործել մեր կյանքում։ Ինչ էր տեղի ունեցել։ Կարճ ժամանակ էր անցել այն ժամանակից, երբ որ Պողոսը Ֆիլիպեում մի եկեղեցի էր հիմնել։ Հաստատ եկեղեցին փոքրականակ էր այդ ժամանակ, բայց եկեղեցին նպատակադրված էր Աստծուն ծառայելուն, մղված էր, սիրտ էին դրել Աստծուն ծառայելու համար։ Բայց մարդիկ գիտեք ինչ արեցին, հավաքեցին որոշակի գումար, ունեցվածք, չգիտեմ, հագուստ, ուղարկեցին Պողոսին, ասացին սա էլ քեզ, որովհետև դու մեզ լավություն ես արել, մեզ փրկություն ես բերել Աստծո անունից։ Պողոսը վերցնում է այդ բոլորը ու տեսեք ինչ խոսքեր ասում, կարդում եմ 4 գլխի 10-րդ խոսքից։ Մեծապես ուրախացա Տիրոջմով, որին վրա ունեցած ձեր հոգսը հիմա նորոգվեց, ինչպես հոգով մեիք էլ, բայց միայն թե պատեհություն չունեիք։ Հետարքիր ասում է շնորհակալ եմ Աստծուց, որ այս բաները եղավ, մեծապես ուրախացա Տիրոջմով, բայց շարունակությունը ասում է ոչ թե կարոտության համար եմ ասում, որովհետև ես սովորեցի գոհ լինել իմ գտնված վիճակիս մեջ։ Ասում եմ սովորեցի գոհ լինել։ Պողոսը չէր ծնվել գոհ լինելով ու այդպես ապրում էր, ու մենք ասենք այդ Պողոսն էր, մենք ենք, չէ, ինքը սովորել էր, մենք էլ պիտի սովորենք։ Այսինքն եթե չգա մի պահ, որտեղ մենք նյութականը պակասի, ու մենք դրա մեջ սովորենք Աստծուն փառք տալ, բայց ոնց կսովորենք Աստծուն փառք տալ։ Եթե այդպիսի օրեր մեր կյանքում չլինեն, ել ոնց կսովորենք։ Բայց ես չեմ ասում նրա մասին, որ ուղղակի բերան բացես ու ասես փառք քեզ Տեր, սրտիդ խորքից ասես փառք քեզ Տեր։ Երբ որ իսկապես այդ նյութական դժվարությունը կգա, կանգնես Աստծո առջև, ասես Տեր, ուզում եմ, որ սրտից խորքից քեզ փառք տամ, քեզանից գոհանամ։ Այնքան կարևոր է սա։ Ու շարունակում է տեսեք ինչ ասում. գիտեմ չքավորություն քաշելը, գիտեմ շատը ունենալը, ամեն բանի մեջ, ամեն ձևով, լավ սովորել եմ, թե կշտանալը, թե սովածանալը, թե շատը ունենալը, թե պակասություն քաշելը։ Ասում եմ լավ սովորել եմ, 2 անգամ այս փոքրիկ հատվածի մեջ գրված էր սովորել բառը։ Լավ սովորել եմ, այսինքն լավ եղել էր այդ դժվարությունների մեջ։ Մեկ շատ էր ունեցել, մեկ քիչ էր ունեցել, մեկ սոված էր եղել, մեկ կուշտ էր եղել։ Լավ սովորել էր, բայց գոհանալ ամեն վիճակի մեջ։ Օգտագործեք դա։ Հիմա չգիտեմ քո կյանքում կոնկրետ ինչպիսի իրադրություն է։ Շատ ունես այս պահին, թե քիչ ունես, բայց դա պիտի չազդի քո սրտանց գոհանալու վրա։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Այսպեսին պիտի լինի քրիստոնյան, որովհետև սրա մեջ կերևա քո հավատքը։ Աստված նյութականը շատացնել, պակասացնելու միջոցով մարդուն սովորեցնում է իրեն գոհանալ, իրենից լավ գոհանալ։ Այս գոհությունը միայն բառ չի, միայն սրտից ուղղակի բխած շնորհակալություն կամ գոհություն չի։ Այլ գիտեք ինչ է, նաև իսկապես այս աշխարհում բավարարվածություն է։ Որ դու իսկապես բավարարված ես, պատահական չէր Հիսուսի այդ աղոթքը, որ ասեց այսպես աղոթեք. ամեն օրվա հացը մեզ տուր այսօր։ Ոչ թե վաղը, վաղվանն էլ տուր, միսօրվանն էլ տուր, բոլորը այսօր տուր։ Էլ ամեն օրվա հացը այսօր մեզ տուր։ Հասել է այդ օրը, դու առավոտյան կանգնում ես աղոթքի։ Դա էլ ես աղոթում, ասում ես Տեր, օրվա ապահովությունը քոնն է, դու ես օրվա Տերը եւ այլն։ Մենք էլ մեր բառերով ենք, չէ՞ ասում։
Պարտադիր չի հենց այդ նույն բառերը անգիր արտասանես ամեն օրվա հացը մեզ դուր այսօր։ Մարդիկ կարծում են թե սրա մեջ ազատությունը սրտի ու սրտից բխած խոսքերի մեջ է։ Ու Եբրայեցիների 13-րդ գլխում 5-6 խոսքերում ագրված ասում է ինչքան որ ձեր ձեռքում կա դրանով բավարարված եղեք։ Կերակուր ու հանդերձ ունենալով բավարարված եղեք մի ուրիշ տեղ խոսում։ Ու ինչքան որ ձեր ձեռքում կա։ Սա հանկարծ չտանի մի ուրիշ ծայրահեղության։ Այսօր ես մի կտոր հաց ունեմ ուտելու, չմտածեմ թե վաղը ինչ եմ ուտելու։ Ես խնդրում եմ Հիսուսի այդ խոսքերը, որ հոգս մի արեք վաղվա համար եկեք ճիշտ հասկանանք։ Հոգս անելը ուրիշ բան է, մտածելը ուրիշ բան է։ Դա չի եղել, որ դուք մտածում եք, ինչ որ բան եք ծրագրավորում, բայց տագնապ չունեք ձեր ներսում, անհանգստություն չունեք։ Այս սրա մասին է ասում Հիսուսը, որ դու մտածի, աշխատի, մի հատ ծրագրավորի, թե վաղը ինչ պիտի անես։ Մի տարի հետո Առակաց գրքում ասում է գնա մրջունին ու սովորի, որ իր ձմեռվա ուտելիքը ամռանն է հավաքում։ Ամառը եկել, ժամանակը եկել է, պիտի անենք մի բան, որ հետո ձմռանն էլ ուտենք։ Գարնանը ցանում են, որպեսզի աշնանը հանձեն։ Ու այնպես չի, որ գարնանը եթե ուտելու բան ունենք, Փարքեստեր, ինչ ուզում ես արա, աշնան էլ կունենանք։ Այտենց չի, պիտի աշխատես, որ աշնանն էլ ունենաս։ Հասկանում եք, ուրիշ ծայրահեղության մեջ չընկնենք։ Ճիշտը դա է, բայց անհանգստությունն ու տագնապն է սխալ։ Երբ որ մարդու մեջ կա անհանգստություն, նշանակում ինքը չի վստահում Աստծուն։ Երբ որ դու խաղաղ ես, քո սերմը ցանում ես, քո աշխատանքը անում ես խաղաղությունով, ուրեմն դու վստահել ես Աստծուն, նաև քո գործը ճիշտ ես անում։ Հալելույա Հիսուսին։ Այս բավարարվածության պահն է կարևոր։ Եթե դու իսկապես բավարարված ես, դու Աստծուց գոհացող կլինես։ Եթե չես կարող ասել, շատ քիչ է, տրտնջացող սիրտ ունենաս, ասես Փարքեստեր։ Հետո նորից շրջվես ընկում, ասես դե չի հերիքում, սոված ենք մնում, հարևանիդ հետ նստում ես, ասում ես դե ոնց կլինի սենց, մեկ էլ շուռ ես գալիս սենց Աստծուն ես նայում, ասում ես Փարքեստեր, այսպես չի լինում։ Եթե դու գոհացող սիրտ ունես, դու ամեն տեղ ես գոհանում, բոլորի մոտ ես գոհանում։ Տրտունջը հենց փորձում է բերանիցը դուրս գալ, ճանաչիր սիրտը, դե ժամանակ բռնացրու սիրտը։ Ու փոխի, կանգնի Աստծո առաջ անկեղծ ասա, Տեր, այսպեսին է, ինչ անեմ։ Եղել է տարիներ շարունակ նյութապաշտ, հիմա դառել եմ քրիստոնյա։ Մի անգամից հո չի փոխվել սիրտը, բայց խնդրում եմ, քո զորությունով փոխիր։ Ես ուզում եմ, որ վերջնական փոխվի սիրտը։ Մի այսպեսի աղոթք ես անում, Աստված փոխում է։ Նաև այդ դիրքը պիտի պահես, Աստված այսօր կփոխի։ Վաղը չընկնես նորից նյութապաշտության մեջ։ Հալելույա Հիսուսին։ Ես հավատում եմ, որ մեր կյանքի ամբողջ շրջանում մենք պիտի ուշադիր լինենք այս հարցում։ Գիտեք ինչու։ Հիսուսը երբ որ պատմում էր Սերմնացանի առակը, հիշում եք այդ առակը։ Երրորդ հողի համար ասեց սերմը ընկավ փշերի մեջ։ Փշերը բուսնեցին, խեղդեցին սերմին ու սերմը պտուղ չտվեց։ Բայց սերմը աճել էր, չէ՞։ Փշերը աճեցին սերմի հետ միասին ու խեղդեցին։ Գիտեք ինչու, հետո բացատրության մեկնաբանության ժամանակ, երբ որ ինքը իր առակը մեկնաբանեց Հիսուսը, ասեց այս աշխարհի ցանկությունները ու հարստության խաբեությունը խեղդում են Աստծո թագավորության սերմը։ Աստծո թագավորության սերմը շատ կարևոր է մեր մեջ, եթե դու դա գնահատում ես, գիտես որ դրանով երկինք ես գնալու, դու դա ամուր կպահես քո սրտում ու թույլ չես տա, որ որևէ հարստության խաբեություն խեղդի այդ սերմը։ Սա առաջին բանն էր, որ պիտի սովորել, լինել բավարարված ու գոհացող Աստծո առջև։ Երկրորդը, Աստված մեր կյանքում գործելով նյութականի միջոցով սովորեցնում է հավատարմություն։ Ինձ հետ բացառեք Ղուկաս ավետարան 16-րդ գլուխը։ Կարծում եմ բոլորդ էլ այս հատվածը շատ եք կարդացել։ Այստեղ գրված է մի առակ, մի անիրավ տնտեսի մասին, որ իր տիրոջ ունեցվածքը փչացնում էր, իր տիրոջ ունեցվածքը վատնում էր։ Բայց հետո Հիսուսը հետարքիր խոսքեր է ասում, ես պիտի կանգ առնեմ միայն Հիսուսի բացատրության, մեկնաբանության վրա։ 16-րդ գլխի 10-րդ խոսքում գրված է այսպես. Նա որ քիչ բանի մեջ հավատարիմ է, շատի մեջ էլ հավատարիմ է։ Նա որ քչի մեջ անիրավ է, շատի մեջ էլ անիրավ է։ Ուստի եթե անիրավ մամոնայի մեջ, այսինքն հարստության մեջ հավատարիմ չեղաք, ճշմարիտը ով պիտի վստահի ձեզ։ Պատկերացնում եք ինչ խոսքեր է ասում Հիսուսը։ Եկեք ավելի մանրամասն նայենք։ Ասում են նա որ քիչ բանի մեջ հավատարիմ է, շատի մեջ էլ հավատարիմ է։ Գիտեք Աստված մեզ կանոններ ունի տված, թե օրինակ մեզ եկած փողը մենք ինչպես պիտի ծախսենք։ Դուք այդպիսի կանոնների հանդիպել եք Աստվածաշնչում։ Օրինակ 10-րդը դրանցից մեկն է։ Օրինակ նվիրատվությունը դրանցից մեկն է, ողորմությունը դրանցից մեկն է։ Հանդիպել եք այդպիսի բաների։ Այսինքն քեզ եկած գումարից դու իսկապես հաշվում ես, որ 10-րդ մասը պիտի տրվի Աստծո ծառայությունների համար, ինչ որ մի բան պիտի տրվի որպես ողորմություն, սրան չափ չի գրված Աստվածաշնչում արդեն որքան քո սիրտդ կտա, որքան քո սրտում կդրվի այդ պահին, որքան քո հավատքը կհերիքի։ Կամ նվիրատվություն, երբ որ դու գիտես, որ ինչ որ մի բանի կարիք կա, օրինակ եկեղեցին կամ անհատներ ինչ որ բանի կարիք ունեն։ Քո սրտում մեկ էլ առաջանում է, որ օգնես դրան, այդ կարիքը բավարարես։ Սա կոչվում է նվիրատվություն։ Անմես ասում ես, այս բանը է սրա համար։ Մենք այդպիսի բաներ շատ ենք ունեցել։ Որ մարդը մեկ էլ մոտենում ասում է, գիտես, այսքան գումարը ես տալիս եմ, որ այսպիսի մի հատ սարքավորում առնեք օրինակ։
Մենք այդ գումարը վերցնում ենք, ասում ենք ուրիշ ոչինչ բանի վրա իրավունք չունենք ծախսելու, որովհետև մարդը տվել է դրա համար։ Մենք դնում ենք դրա համար։ Այսինքն Աստված որոշ կանոններ ունի Աստվածաշնչում։ Հիսուսի խոսքերը, նա որ քիչ բանի մեջ հավատարիմ է, շատի մեջ էլ հավատարիմ է։ Նա որ քչի մեջ անիրավ է, շատի մեջ էլ անիրավ է։ Ոստի, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ճշմարիտ հարստությունը ով պիտի վստահի ձեզ։ Այսինքն երբ որ քիչը տալիս է Աստված, ու դու հավատարիմ չես լինում ես բաշխման մեջ, շատը ոնց տա Աստված։ Եթե դու լինես, քո երեխային տալիս ես 100 դրամ, ուղարկում ես խանութ։ Ճանապարհին կորցնում է դա գալիս, վաղը 1000-ը կտաս ուղարկես խանութ։ Բա որ մենք այդ մարդիկս այդքանը հասկանում ենք, Աստված այդքան չի հասկանում։ Դրա համար Աստված քչացնում է այդ գումարը, ասում մի հատ տեսնեմ քո հավատարմությունը դրա մեջ։ Արդյոք դու ծախսում ես հավատարիմ ձևով, այն կանոնների համապատասխան ինչ որ ես եմ տվել։ Երբ որ հավատարիմ ես ծախսում, ինքը մի քիչ ավելացնում է։ Ասում ես մի քիչն էլ վերցրու, տեսնեմ հիմա ոնց կծախսես։ Էլ ես հավատարիմ լինում, էլի ավելացնում, որովհետև Աստված ինքը կարիք ունի։ Աստծո կարիքը գիտեք որն է։ Այդ բոլոր 3 բաները, որ ասեցի։ Տասանորդը, նվիրատվությունը ու ողորմությունը։ Աստվածաշնչում այդ 3 տալն է գրված քրիստոնյայի համար։ Ու դրանք Աստծո կարիքներն են։ Դա ոչ իմ սեփական կարիքն է, ոչ քո սեփական կարիքն է։ Այդ տեսեք, որ մենք այստեղ օրտնվում ենք։ Հավաքվում ենք իրար հետ, փառաբանում ենք, երգում ենք, օրտնվում ենք։ Գիտեք ինչի՞ց է։ Նրանից, որ մենք այստեղ գումար ենք վճարել ու վարձել ենք այս դահլիճը։ Դուք բոլորդ էլ գիտեք դրա մասին։ Ու փոքր թվեր չեն դրանք։ Մանավանդ ձմռանը, երբ որ մենք մեծ հոսանքներ ենք ծախսում ու դրանց համար էլ ենք վճարում, ամեն ինչի համար էս աշխարհի վրա վճարում ենք։ Սա Աստծո կարիքն է, որ ժողովուրդը կարողանան միտեղ հավաքվել։ Ու դու տալիս ես Աստծո կարիքը բավարարելու համար։ Հաճախ ոչ, բայց Աստծոց պահանջում ես, չէ՞ որ քո կարիքը բավարարի ինքը։ Ինչու՞։ Դու հավատարիմ եղիր իր կարիքները բավարարելու մեջ։ Աստված էլ կբավարարի քո կարիքները։ Այստեղ է որ ամեն բանից առաջ Աստծո թագավորությունը խնդրեք ու մնացած բաները ձեզ կտրվեն։ Եթե դու իսկապես սիրտը դրել ես Աստծո թագավորության համար, քո կյանքը դրել ես դրա համար, քո ամեն ինչը, ֆինանսը դրել ես դրա համար, Աստված էլ քո կյանքը կապահովի։ Ես մի շատ հին պատմություն եմ հիշում, ուղղակի օրինակի համար ուզում եմ պատմել։ Մի հավատացյալ կին իր փոքրիկ երեխային դաստիարակում է այդպես, որ ինչ գումար գալիս է իր ձեռքը 10-րդ մասը պիտի տա եկեղեցուն։ Այս երեխան մեծանում է փոքրուց այդպես դաստիարակված։ Ինքը մեծանում է դառնում է ֆուտբոլիստ, ֆուտբոլի խաղի ժամանակ իրենք շահում են իրենց երկրի գավաթը, ասում է ամեն ֆուտբոլիստին $1 միլիոն փող են տալիս։ Հենց տեղում, երբ որ ինքը ստանում է գումարը, անմիջապես չեք ագրում 100,000 եկեղեցուն։ Ասում է մարդիկ, որ տեսնում են, զարմանում են, ասում է մի թղթակից մոտենում ու հարցնում, ասում է, ինչ արեցիր, ասում է, սովորել եմ 10-րդ մասը տալ եկեղեցուն։ Գնում է այդ հերթքերով, ասում է, տեսնեմ այդ որ եկեղեցին է, ինչ է կատարվում այնտեղ։ Մոտենում է Հովին, ասում է, դուք տեսաք ձեր մոտ այդ գումարը, ասում է, հա, տեսա, մեր մոտ 100,000-ի մի չեք տեսա։ Ասում է, ինչ եք անելու այդ գումարի հետ։ Ասում է, արդեն քանի ամիս է, ես աղոթում էի, որ Աստված գումար ուղարկեր մեր շենքի վերանորոգման համար։ Աստծո համար հեշտ դժվար չէր այդ թիմը դարձնել չեմպիոն, ամեն մեկին այդքան գումար տալ, որովհետև գիտեր իր հավատարիմ մեկը ունի, որ այդ գումարը ճիշտ տեղում կփոխանցի։ Չի ասի ոնց այսքան շատ գումար տամ եկեղեցուն։ Մենակը ծախսեմ, մի հատ չգիտեմ քանի հատ մեքենա կառնեմ, քանի հատ տուն կառնեմ, չգիտեմ ինչեր։ Մարդիկ այդպիսին են, դրանք մտածում են իրենց նյութականի մասին, իրենց կարիքների մասին, ու կարիքները գնալով մեծանում են մարդկանց մոտ, դուք նկատել եք։ Երբ որ մարդը հաց չունի ուտելու, այդ օրվա իր կարիքը հաց ուտելն է։ Երբ որ դա բավարարվում է, տեսնում ես մեկ էլ մի բան ավելին է ուզում։ Հետո երբ որ դա էլ է բավարարվում, ավելին է ուզում, տեսնում ես մեքենա, հետո այդ մեքենան էլ իրեն չի բավարարում, ավելի ճոխ մեքենա է պետք։ Տուն, այդ տունն էլ չի բավարարում, 2-ն է պետք, 3-ն է պետք, 5-ն է պետք։ Դո ուր, մինչև ուր։ Սիրտը դիր Աստծո թագավորության համար, մի քարոզիչ ասում էր մեր կերածը մի փոր ուտելիք չի։ Այն մնացածը ինչի համար Աստված մեզ տալիս։ Այն մեր կարիքները մինիմումով ապահովվածով չի։ Պողոս առաքյալն է գրում Տիմոթեոսին, ասում է կերակուր ու հանդերձ ունենալով բավարարվեք։ Կարծես թե մնացածը դրեք ճիշտ տեղում ծախսելու համար։ Գիտեք, ճիշտ դրվածը միշտ օրհնություն է բերում, Աստված գնահատում է։ Ճիշտ դրվածն է, որ պտուղ է բերում, Աստված դա գնահատում է։ 5 տակարանում մարգարեություններից մեկում այսպիսի մի բան կա գրված, ուզում եմ կարդալ դա ձեզ, որովհետև գրված է ճիշտ գումարը ճիշտ դնելու մասին։ Գիտեք որտեղ Անգիա մարգարեության մեջ իրադրությունը պատկերացնում եք Անգիայի մարգարեանալու ժամանակ ինչ իրադրություն էր։ Իսրայելը 70 տարի եղել էր Բաբելոնյան գերության մեջ։ Հետո մի քանի մարգարեների առաջնորդությամբ Զորաբաբելի, Նեհեմիայի, Եզրասի առաջնորդությամբ Իսրայելը վերադարձավ իր երկիրը ու սկսեց շինարարություն։ Սարքեցին Երուսաղեմը, սկսեցին սարքել Աստծո տունը, Աստծո տան շինարարություններ գնում տաճարի, սարքեցին Երուսաղեմի պարիսպը,
Ամեն մարդ իր տունն էր սարքում, որովհետև եկել էր գերությունից, իր տունը ավերակ էր տեսնում ու իր տունը սարքում էր ապրելու համար։ Կարծես թե ամեն ինչ նորմալ էր գնում։ Մեկ էլ Աստված ուղարկում է անգելային ու այսպիսի խոսքեր է ասում, տեսեք ինչ է գրված։ Արդյոք ժամանակն է, որ դուք ձեղունազարդ տների մեջ բնակվեք, ու այս տունը ավերակ մնա։ Աստված խոսում էր իր տան մասին։ Սակայն հիմա զորաստերը այսպես է ասում. ձեր ճանապարհների վրա մտածեցեք, շատ ցանեցիք, բայց քիչ բերեցիք, կերաք, բայց չկշտացաք, խմեցիք, բայց ծառավներից չանցավ, չհագեցաք, հագնվեցիք, բայց չտաքացաք, ու վարձքով բանողը ծակ քսակի համար էր բանում։ Այ պատահել է, որ դու ես հանդիպել այդպիսի պահի, ինձ պատահել է ամեն դեպքում։ Աշխատում ես, կարծես թե նորմալ գումար է գալիս, բայց չի երիքում։ Կարծես թե քո գումարը նորմալ է գալիս, բայց չի երիքում։ Աստված դրա մասին է ասում։ Ասում աշխատեցիք ծակ քսակի համար։ Ու ինչի համար, ասում, որովհետև ձեր տներն եք սարքում, իսկ Աստծո տունը թողել եք դատարկ, թողել եք ավերակ։ Այդ ինչ որ մի շինարարության ընթացքի մեջ, երբ որ Իսրայելը վերադարձավ գերությունից, սկսեց սարքել Աստծո տունը, սկսեցին ամեն մեկը սարքել իրենց տունը, Պարիսպը, Նեհեմիան շատ լավ կազմակերպեց Պարիսպի կառուցումը ու արագ կառուցեցին։ Մի պահ անտեսվել էր տաճարը, ու մարդիկ իրենց տներով էին զբաղված։ Շատ հաճախ քրիստոնյաներ ընկնում են դրա մեջ։ Իրենք մոռանում են Աստծո թագավորության մասին, սկսում են սարքել իրենց թագավորությունը իրենց տների մեջ, նյութականով։ Միշտ հաշվի առ, առաջ Աստծո թագավորությունը խնդրիր։ Սա չի նշանակում ուղղակի խնդրել Աստծոց, քո սիրտը դրված պիտի լինի ավելի շատ գնահատել Աստծո թագավորությունը, քան թե նյութականը։ Այդպիսի իրադրության մեջ խոսեց անգեան Աստծո անունից մարդկանց, ասեց այսպես չի լինի, ու բացատրեց, որ առաջ Աստծո տունը, հետո ձեր տունը։ Գիտեք, այս արտահայտության մեջ, երբ որ մենք մարդիկ ենք օգտագործում, օրինակ ես քեզ ասեմ այսպես. արի առաջ իմ տունը վերանորոգի, հետո քո տունը։ Ինչքան ամբարտավանություն կա, չէ՞ սրա մեջ։ Բայց երբ որ Աստված է խոսում, մենք հասկանում ենք, որ ոչ թե սրա մեջ ամբարտավանություն կա, այլ ճիշտ արժեքների ձևավորում կա մեր սրտում։ Ինքը ասում է առաջ Աստծո թագավորությունը, հետո քո տունը։ Ուրեմն ինքը ճիշտ բան է ասում։ Իր մեջ պարտություն ու ամբարտավանություն չկա Աստծո մեջ։ Մենք սա կարող ենք հանդիպել մարդկանց մեջ ու այդպես գնահատել, բայց Աստծո մոտ ոչ։ Եթե ինքը ասում է, ուրեմն ինքը ճշմարտություն է ասում, թող իր անունը փառավորվի։ Հիշում եք Եղիան գնաց մի որբևայրի կնոջ մոտ ապրելու։ Աստված էր ուղարկել որ գնա։ Հիշում եք։ Հիշում եք ոնց է խոսում այդ կնոջ հետ։ Որ կարդում էի, ասում էի, ինչ ամբարտավան Եղիա, դու Աստծո մարգարես, ոնց ես որբևայրի կնոջ հետ ոնց ես դու սենց խոսում։ Ասեց գնա ինձ մի քիչ ջուր բեր։ Ասեց Տերը կենթանի է, որ ընդամենը մի քիչ ջուր ունենք։ Ասեց մի գթալ յուղ, մի բուռ ալուր, որ հեսա փայտ եմ հավաքում, որ տանեմ եփենք, ուտենք այդ ալուրը, ես ու տղաս մեռնենք։ Ասեց հա, որ սարքես, առաջ ինձ բեր ուտեմ, հետո քեզ ու տղայիդ կսարքես։ Հետարքիր ես հավատում եմ Աստված էր ներգործում Եղիայի միջոցով, որ Եղիան այդպես էր խոսում այս կնոջ հետ, որբևայրի կնոջ հետ։ Ու գիտեք այս կինը ինչ ասեց, ոչինչ չասեց, գլուխը կախեց ու գնաց։ Ինքը պատրաստ էր բերեր Եղիայի համար, թեև չգիտեր, որ Աստծո մարգարեն է, բայց ինքը պատրաստ էր բերեր ուրիշին տար այդ վերջի ուտելիքը, վերջի մի բուռ ալուրը։ Դրա համար Եղիան հետևից ձայն տվեց, կենթանիա Տերը ու ասում է, որ քո ոչ յուղը, ոչ էլ ալուրը չի պակասելու մինչև Աստված երկնքից անձրև կտա։ Մենք մարդիկս հասկանանք, որ Աստված, Աստծո դրած սկզբունքները կատարյալ ճշմարտություն են։ Դիր սիրտը դրա մեջ ու դու կտեսնես ինչպես Աստված երկնքից անձրև կտա քո համար։ Թող իր անունը փառավորվի։ Երկնքի պատուհանները կբացի քո համար։ Սա անգեայի շարունակությունը չկարդամ, եթե դուք ազատ կլինեք, հետո կարդացեք, շատ հետաքրքիր է գրված։ Սրա մեջ մի կարևոր բան. երբեք չփորձես նյութականը շատացնել, ուժեղացնել, զարգացնել հոգևորի հաշվին։ Երբեք չփորձես գնալ աշխատանքի քո աղոթքի ժամի հաշվին։ Սա չեմ ասում նրա համար, որ դու աշխատանքից ուշանաս, որ մնաս մի ժամ աղոթես, հետո գնաս աշխատանքի, ասես կարևոր գործ ունեի։ Վեր կաց ավելի շուտ։ Աղոթի այդ մի ժամը, հետո ժամանակին հասի աշխատանքիդ վայրը։ Երբեք չթողես կարդալը նրա համար, որ դու պիտի գնաս աշխատանքի կամ նրա համար, որ դու նյութական գործ ունես անելու թեկուզ քո տան մեջ, որովհետև Աստված այդ նյութական գործը չի օրհնելու, որովհետև դա արեցիր Աստծո թագավորության փոխարեն։ Երբեք քո հավաքույթները չփոխես այդպիսի բաների հետ։ Սա է նշանակում գնահատել Աստծո թագավորությունը ավելին նյութականից։ Միշտ Աստծուն ավելին նյութականից։ Դու արա, քո գործը չի, քո Տերն Աստված է։ Դու արա ճիշտը, պատասխանատուն կդառնա Աստված։ Հիշում եմ մի եղբայր այսպիսի աղոթքեր անում, ասել էր Տեր, հիմա էլ հո 10-րդը տալիս եմ, ինչի փող չես տալի։ Ես հասկանում եմ այս եղբայրը։ Ինքը պակաս էր եղել 10-րդի մեջ, սկսել էր հավատարիմ տալ, ու նայում էր դեռ չի ուղղվել իր կյանքում։ Աստված մեկ-մեկ ուշացնում է այդ ուղումը, գիտեք ինչի համար։ Մարդը հաստատվի դրա մեջ։ Մարդը իսկապես վճռական լինի դրա մեջ։
Ոչ թե պակասի, այսօր տվեցի Աստված տվեց, վաղը չեմ տա, ինքը չի տա։ Այսպես չի, մենք Աստծո հետ առևտուր չենք անում։ Բայց երբ որ տալիս ենք, հոգևորը անպայման տալիս է, կարող է նյութականը մի քիչ ուշացնի, բայց հոգևորը անպայման տալիս է։ Հենց մենակ են, որ դու տալ ես սովորում, որ մարդը սովորում է տալ, ինքը արդեն օրհնված է լինում։ Համաձայն չեք իմ հետ։ Հալելույա։ Մյուս բանը, որ Աստված սովորեցնում է նյութականի միջոցով, դա գիտեք ինչն է, հոգևորը ավելի բարձր գնահատելը։ Ինչ է նշանակում առաջ Աստծո թակավորությունը խնդրեք։ Այս առաջ բառը ինչ է նշանակում, որ ամեն բանից առավել Աստծո թակավորությունը խնդրեք։ Դրա գնահատականը պիտի շատ բարձր լինի։ Եղել է որ դուք նեղանաք Աստծուց։ Մենք մարդ ենք, բոլորիս կյանքում էլ այդպիսի պահեր լինում են, բայց որ մարդը նեղանում է Աստծուց նյութականի համար։ Աստված շատ է տալիս նյութականը, որ իրենից չնեղանանք։ Չէ՞ որ այսպես չի։ Աստված թողում է այդ վիճակում այնքան, մինչև մարդու սիրտը փոխվում է, ինքը սկսում է գնահատել Աստծուն ավելի, ինքը սկսում է Աստծուն փառք տալ, գոհանալ Աստծուց, փոխվում է լրիվ ներս ասում, դու ինձ հոգևոր ես, դու ես ինձ պետք չի հացը։ Հենց որ սենց է ասում, սրտում փոխված է լինում, նոր Աստված օրհնում է այդ մարդուն։ Ես շատ անգամ եմ պատմել մի բազմազավակ ընտանիքի մասին, որ դուրս էր եկել այդ ընտանիքի հայրը հաց ճարելու, այդպես էլ առանց հացի վերադառնում է տուն։ Հավաքում է երեխաներին, ճիշտ քրիստոնյա էր, ասում է այսօր առանց հացի ենք անցկացնելու։ Եկեք մի հատ լավ փառք ենք տալիս Աստծուն։ Երբ որ աղոթք ասում է վերջացրինք, դուրը զանգեցին, մեկը 10 հատ հաց բերեց մեր տուն։ Ինքն էր պատմում։ Բայց ինչքան կարևոր է, որ մարդու սիրտը ամեն բանից առավել Աստծուն գնահատի։ Երբևէ կանգնել ես Աստծո առաջ ու փառք տվել ես քո ունեցած ամեն ինչի համար։ Այն որ դու տուն ունես, այն որ դու փափուկ անկողին ունես, կարող ես գիշերը գլուխը դնել բարձին։ Հիսուս ասաց իր ետևից գնացողը գլուխը տեղ չի ունենալու դնելու։ Գուցե կգա մեզ այնց որևէ մեկի կյանքում այդ պահը, գուցե բոլորիս կյանքում այդ պահը, որ մի օր էլ գլուխ ներս դնելու տեղ չենք ունենա։ Բայց այսօր քանի ունես փառք տուր Աստծուն, գնահատիր դրա համար։ Աստծուն իսկապես ասա, որ դու շնորհակալ ես, որ դու գոհ ես դրա համար։ Ամեն բանի համար Աստծուն փառք տուր։ Ու մեկ էլ կանգնի ասա ոչ այս տունը, ոչ այս բարձը, ոչ այն տաք ջուրը, որով լողանում եմ, ոչ այն հացը, որը ուտում եմ, ոչ այն ջուրը, որ երբ բացում եմ ծորակը գալիս է, ոչ թե դրանք, դու ես ինձ պետք ամեն բանից առավել։ Ոչ թե այն աշխատավարձը, որ ինձ տալիս են, ոչ թե այն փողը, որ չգիտեմ որտեղից ինձ ուղարկեցին, նվիրեցին, այսպիսի բաներ այլ դու ես ինձ պետք։ Եթե այդ բոլորը չունենամ, քեզ ունենամ, գնահատականը։ Եկեք կարդանք Մատթեոս 6-րդ գլխում 19-ից 24 խոսքերը։ Հիսուս ասաց երկրի վրա ձեզ գանձեր մի դիզեք, որ ցեցը ու ժանգը ապականում են, որ գողերը պատ են ծակում ու գողանում։ Հապա ձեր գանձերը դիզեք երկնքում, որ ոչ ցեցը, ոչ ժանգն են ապականում, ոչ էլ գողերը պատ են ծակում ու գողանում։ Շատ կարևոր մի բան, ասաց ձեր գանձը պիտի չլինի երկրի վրա։ Մենք մարդ ենք, նյութական ինչ-որ բաներ ունենք երկրի վրա։ Շոր ունենք, տուն ունենք, ինչ-որ բաներ ունենք, հող ունենք, բայց մեր գանձը դա պիտի չլինի։ Այս փոփոխությունը սրտում է կատարվում։ Ոչ թե մենք այդ բոլորը պիտի կորցնենք, այլ այդ փոփոխությունը սրտում պիտի լինի։ Որ դու իսկապես սրտանց, անկեղծ ուրացած լինես այս աշխարհի նյութական ամեն ինչը, ամենից Աստծո առաջ ասես քեզ եմ ուզում ու վերջ։ Հենց որ դու դժվարություն կունենաս, հենց որ մի բան պակաս կլինի քո կյանքում, կանգնի Աստծո առջև ասա քեզ եմ ուզում։ Թեկուզ այդ բանը ինձ չտաս, ես քեզ եմ ուզում։ Այս է ճիշտ դիրքը, ոչ թե ես քեզ եմ ուզում նրա համար, որ այդ բաները ինձ տաս։ Ես քեզ եմ ուզում, թեկուզ այդ բոլոր բաները ինձ չտաս։ Ու չլինի աշխարհում մի բան, որ հանկարծ մրցակցի Աստծո հետ, փոխի քո սրտի մեջ։ Ասում եմ ձեր գանձը երկնքում դիզեք։ Գիտեք, այս երկրի վրա ինչ էլ որ դիզենք ժամանակավոր է լինելու։ Բայց երբ որ գնանք երկինք, այն ինչ որ կուտակել ենք այնտեղ, դու գիտեք որ այնտեղ բաներ եք կուտակում։ Այսօր ձեր վարքով, ձեր գործերով, ձեր կյանքով երկնքում ձեր տան մեջ ինչ որ բաներ եք կուտակում։ Մի եղբոր հետ ինչ որ առարկաներ էինք տեղափոխում, բավականին ծանր էին։ Տեղափոխելու ժամանակ մեկ էլ էս եղբայրը ասաց. մենք հիմա այստեղ սրանք ենք տեղափոխում, հրեշտակներն էլ մեր տունը մեբել են տեղափոխում։ Երկնային տանը։ Ձեր գանձերը դիզեք երկնքում, թող Հիսուսի անունը փառավորվի։ Հալելույա։ Շարունակության մեջ ասում է, որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը պիտի լինեն։ Սա կանոն է ասում Աստված։ Չի ասում թող ձեր սրտերը լինեն երկնքում։ Ասում է որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։ Հիմա մենք մտածում ենք, ու քրիստոնյաները շատ հաճախ են մտածում, որ գնանք այնտեղ մեր երկնային տունը, ինչ է լինելու կուտակված, մեբել է լինելու, չգիտեմ, հարստություն է լինելու, ինչ է լինելու։ Ոչ մի բան Աստվածաշնչում գրված չի դրա մասին, նկատել եք։ Գրված չի, թե մենք այնտեղ ինչ հարստություն ենք ունենալու, որ մեր սիրտը դրա հետ կապված չլինի։ Երկնքում մեր հարստությունը Աստված է լինելու։ Դուք այս հարստությունը ուզում եք ունենալ երկնքում, այս սրա համար ուրացեք նյութականը։ Չգիտեմ, դուք ավելի թանկ բան կարող եք պատկերացնել երկնքում,
մի հատ Mercedes, չգիտեմ ոսկուց տուն, ինչ եք ուզում պատկերացնել երկնքում։ Աստված ավելի թակ ինչ ունենք։ Դրա համար շատ եմ հավանում 73 Սաղմոսի 25-րդ խոսքը, որ ասում ով ունեմ երկնքում, երկրի վրա էլ քեզանից բացի մեկին չեմ ուզում։ Ասում ով ունեմ երկնքում, երկրի վրա էլ քեզանից բացի մեկին չեմ ուզում։ Երբևէ տենց աղոթել ես, ասել ես ով ունեմ երկնքում։ Այսինքն էլ ոչ մեկը չունեմ երկնքում, մենակ դու ես։ Իսկ երկրի վրա չեմ էլ ուզում ունենամ։ Այս երկրը քեզանից բացի մեկին չեմ ուզում ունենամ։ Այս դիրքն է պետք որ արժեք ձևավորվի, որ իսկապես Աստծո թագավորություն ավելի մեծ լինի։ Աստծո թագավորություն կոչվածը մի հատ, չգիտեմ, իշխանությունով եսի մինչով հաստատված թագավորություն չի, դա ինքը Աստված է։ Մի քիչ հետո դրա մասին ավելի մանրամասն կխոսենք։ Նաև այս նույն տեքստի մեջ շարունակվում է նրա մասին, որ շատ վտանգավոր է նյութականի վրա կառուցվելը, նյութականի վրա հենվելը։ Տեսեք ինչ ա գրված. մարմնի ճրագ աչքն է, ապա եթե քո աչքդ պարզ է, բոլոր մարմինդ լուսավոր կլինի, բայց եթե քո աչքդ վատ է, բոլոր մարմինդ մութ կլինի։ Ուրեմն եթե քո մեջի լույսը խավար է, ուրեմն այն խավարը որչափ մեծ է։ Մի մարդ չի կարող երկու տիրոջ ծառայություն անել, որովհետև մեկին պիտի ատի եւ մյուսին սիրի, կամ մեկին պիտի հարի ու մյուսին արհամարի։ Չեք կարող ծառայել Աստծուն ու մամոնային։ Այստեղ ինչի է կապում, այս նյութի հետ կապված տեքստի մեջ գրում հանկարծ կուրության մասին։ Ամենաուժեղ կուրացնող բաներից մեկը նյութականն է։ Մարդու հոգևոր աչքերը կուրացնող ամենաուժեղ բաներից մեկը փողն է։ Մեկ արտահայտություն կա, աշխարհում շատ են ասում այս արտահայտությունը, ասում են փողը տեսավ, աչքերը փայլեցին։ Տեսել եք այդպիսի մարդիկ, փող են տեսնում, աչքերը փայլում են։ Մարդը այդ ժամանակ կարող է մոռանա, որ ինքը կմեռնի այդ փողը գտնելու ճանապարհին, որ այդ փողը վերցնի իրան չգիտեմ ինչքան վնաս կլինի։ Մարդիկ քրիստոնյաները հաճախ մոռանում են, որ այդ փողը վերցնելով կարող է իրենց հոգևորը կորցնեն։ Տեսնում են թե չէ աչքերը փայլում են, սիրում են որովհետև, բայց Աստված ասում է այսպես պիտի չլինի։ Հիսուսը բացատրեց, որ այդպես պիտի չլինի, որովհետև դա կուրացնում է քեզ։ Գիտեք, մարդիկ հարազատները ընդհանրապես իրար սիրում են։ Մեկը իր տատին, մեկը իր պապին, տատը իր թոռանը, ինչքան են սիրում իրար, չէ՞։ Բայց ինչքան եք դեպքեր տեսել, որ հանուն փողի իրար սպանեն։ Բավականին ժամանակ է անցել, երևի 0:2-ով ցույց տվել, որ թոռնիկը իր տատին կարծեմ, չեմ հիշում, սպանել էր փոքր գումարի 2000 դրամի, թե ինչի համար։ Դուք երևի ինձանից լավ կհիշեք։ Բայց պատկերացնում եք ինչքան կարող է մարդուն կուրացրած լինի փողը։ Ինչ է նշանակում փող։ Ուրեմն ինչքան դուք որպես քրիստոնյաներ, մենք որպես Աստծո մարդիկ պիտի մոռանանք, ուրանանք, ոչնչացնենք փողը մեր կյանքից, ոչ թե հանենք ու դեն գցենք, այլ ծառայեցնենք Աստծուն։ Նա պիտի լինի մեր ծառան, ոչ թե մենք լինենք իր ծառան։ Ասես չեք կարող ծառայել Աստծուն ու մամոնային։ Գիտեք, մարդու բնությունը այսպեսին է, երբ որ մարդը ինքը ծառայում է հարստությանը, այսինքն բոլոր իր գործողությունները բխում են նրանից, որ ինքը հարստանա։ Ինքը թշնամանում է նրանց հետ, ովքեր դրան չեն նպաստում, ինքը բարեկամանում է նրանց հետ, ովքեր որ կարող են փող բերել իրեն։ Ինքը ամեն ինչ անում է փողի համար, չէ՞։ Այսպիսի մարդը մտածում է, որ Աստծուն էլ պիտի ծառայեցնի դրան։ Այսպիսի մարդին խոսում ես Աստծո մասին, ասում է դե քեզ ինքը փող տալիս է։ Մի անգամ մեկի հետ խոսում էի, ասում է այ կովը հնդիկների համար Աստված է, որովհետև կերակրում է իր ընտանիքը։ Մտածում ես, ասում ես ինչքան է ժան Աստված է, վաղ կսատկի կվերջանա։ Չի կարելի փող Աստված համարել ու ամեն ինչ ծառայեցնել ուտելուն, ամեն ինչ ծառայեցնել նյութականին։ Իսկ քրիստոնեություն չի։ Սա քրիստոնեություն չի, քրիստոնեությունը ճանաչում է միակ ճշմարիտ Աստծուն, որը ամենաթանկն է ու միակ թանկն է մեր կյանքում։ Գիտեք, Հիսուսը ոչ թե առաջինը պիտի լինի մեր կյանքում, այլ միակը պիտի լինի մեր կյանքում։ Երբեք Հիսուսին չկցեք փողի կողքին ձեր հետ, ձեր կյանքի մեջ, ինքը այսպես չի ընդունում։ Ու եթե իսկապես քո մեջ կա կապվածություն փողի հետ, Հիսուսը քեզ գիտես ինչ կասի։ Կասի ծախիր դուրախքատներին արի իմ ետևից։ Հալելույա Հիսուսին։ Նրա բոլոր խոսքերը միշտ ճշմարտություն են մեզ ուղղելու ճշմարտության մեջ, որպեսզի դատաստանի օրը մենք մաքուր կանգնենք իր առջև։ Չորրորդ բանը, որ Աստված ուզում է սովորեցնի նյութականի միջոցով մարդուն, դա իրեն վստահելն է։ Ամբողջ տեքստը նույն Մատթեոս 6:25 խոսքից սկսած մինչև վերջ խոսում է Աստծուն վստահելու մասին։ Ես լրիվ չեմ կարդա, ուղղակի կասեմ դրանք։ Հիսուս ասաց նայեք դաշտի շուշաններին, ոնց են իրանք իրենց աճում, Աստված աճեցնում նրանց ու զարդարում է իրենց, ու այդ զարդարանքը շատ ավելին է բացատրեց, քան թե Սողոմոնի հագած զարդարանքը։ Սողոմոնը, որ Իսրայելի ամենահարուստ թագավորն էր, ամենաճոխ թագավորն էր, ասաց ավելին է այդ շուշանների, այդ ծաղիկների զարդարանքը, քան թե Սողոմոնի զարդարանքը։ Ասաց դուք թերահավատներ, ինչ եք վախենում, որ Աստված ձեզ չի հագցնի։ Այսինքն վստահեք Աստծուն, ինքը ձեզ կհագցնի։ Ասաց նայեք երկնքի թռչունները ինչպես են ուտում, ոչ մեկն էլ չի մտածում, թե ձմռան համար ինչ որ բան պիտի կուտակի թռչուններից, բայց Աստված հոգս է անում իրենց համար։
Այն որ թրջունը գտնում է պատահական մի կուտ ու ուտում է, դա պատահական չէր։ Աստված պատրաստել էր այդ կուտի այդտեղ ընկնելը, այդ թրջունի այդ կուտին հանդիպելը, դուք Աստծուն այսպեսին ճանաչում եք։ Ինքը իշխում է ամեն բանի վրա, ասաց երկնքի թրջուններն ու երկրի գազանները, լեռների գազանները իմն են, կարդացել եք։ 50 Սաղմոսում գրված այսպես, ասում է անտառի բոլոր գազանները իմն են։ Դուք դրան հավատում եք։ Հավատում եք, որ աշխարհում ոչ մի պատահական բան չի կատարվում, բոլոր բաները իրականություն են, Աստծո դասավորած, Աստծո ձեռքի դասավորած գործերն են։ Հալելույա։ Աստծուն պիտի ճանաչենք որպես ամենակարող Աստված։ Ամենակարողությունը ու Աստծո սերը մեզ լրիվ հիմքերը տալիս են իրեն վստահելու համար։ Երբ որ դու հավատում ես, որ Աստված քեզ սիրում է, ու ինքը ամենակարող է, իր սիրած որդու համար ամենակարող հայրը ինչ չի անի։ Դու սկսում ես նրան վստահել։ Ու երբ որ մի բան էլ տեսնում ես այնպես չի քո կյանքում, փողը պակասել է, այսօր դրա մասին ենք խոսում։ Դու կանգնում ես իր առաջ, ասում ես ինչ ես ուզում դրանով ինձ սովորեցնել։ Չէ՞ որ դու էլ որպես հայր, երբ որ քո երեխաներին փող ես տալիս, ուղարկում ես խանութ, կամ ինչ որ մի բան ես անում քո երեխաների հետ փողի հետ կապված, դու իրենց սովորացնում ես, բացատրում ես, ասում ես այսպես ծախսիր, այնպես ծախսիր։ Մի օր կորցնում է, մի օր փչացնում, մի օր տալիս է ուրիշի, մեկ էլ չես տալիս, ասում ես չէ, ես քեզ էլ չեմ տա, որովհետև դու վստահելի չես։ Երեխադ մի քիչ տխրում է, հետո նորից ես տալիս, ասում ես դե հիմա տար ճիշտ ծախսի, այսպես քիչ-քիչ սովորեցնում ես։ Աստված մեր հայրն է։ Ինքն էլ է հասկանում, որ մենք չենք ծնվել միանգամից ամեն ինչ սովորած։ Ինքն էլ է մեզ քիչ-քիչ սովորեցնում։ Ուղղակի մեր դիրքն է կարևոր։ Մենք պատրաստ ենք սովորելու դրա մեջ, թե չէ։ Մի տեղ կա 5 կտակարանում, երբ որ Աբրահամը իր որդուն տանում էր զոհելու։ Ես պատմությունը մանրամասն չեմ պատմի։ Կասեմ միայն այն ինչը որ մեզ համար կարևոր է այս խոսքի մեջ, այդ հատվածի մեջ։ Դա գրված է Ծննդոց 22-րդ գլխում։ Աստված փորձեց Աբրահամին, ասեց որդուդ տար Մորիայի լեռների վրա ողջակե զարա իմ համար։ Ու իրենք վեր կացան գնացին, Աբրահամը սուսուփուս հնազանդվեց Աստծուն, վերցրեց ու գնաց։ Երբ որ բարձրանում էին արդեն Մորիայի լեռը, գրված է ցախերը դրել էր որդու շալակին, կրակն ու դանակը իր ձեռքին, իրենք բարձրանում էին։ Որդին հարցրեց, Իսահակը հարցրեց, ասեց հայր, ուր է բա ողջակեզի զոհը, կրակը կա, փայտերը կան, դանակը քո ձեռքում, բա ողջակեզի զոհը ուր է։ Իսահակը չգիտեր, որ ինքը պիտի լինի այդ ողջակեզը։ Գիտեք Աբրահամը ինչ պատասխանեց, պատկերացնում եք հոր սիրտը, այդ պահին ինչ էր ապրում, ինչքան դժվար էր պատասխանելը։ Հիմա ինքը պիտի ասեր քեզ եմ զոհելու այնտեղ, դու ես զոհը։ Չէր կարող այսպես։ Բայց մի կարևոր բան, որ ինքը ճանաչել էր Աստծոց, ասաց որդիս, Աստված իրեն լինելու զոհը պատրաստում է։ Երբ որ գնացին հասան տեղում, ինքը ուզում էր Իսահակին զոհել։ Գրված է դանակը բարձրացրեց։ Աբրահամը ոչինչ չգիտեր, որ Աստված պիտի ընդհատի այդ ընթացքը։ Դանակը բարձրացրեց, մեկ էլ հրեշտակ ասեց Աբրահամ, երեխային մի կպիր։ Հիմա տեսա, որ ինձանից վախենում ես։ Այն մացառների մեջ մի խոյկա գնա բեր զոհարա։ Աստված պատրաստել էր զոհը։ Դուք Աստծուն ճանաչում եք որպես ամեն ինչ պատրաստող, ամեն ինչ նախապատրաստող, նախորոք պատրաստող։ Աբրահամը չգիտեր, որ պիտի բարձրանա լեռը, այնտեղ պիտի հանդիպի այդ եղջյուրներով մացառների մեջ խճճված կենդանուն։ Ինքը չգիտեր դրա մասին, բայց ինքը գնում էր այդ հավատքով, որ Աստված պատրաստել է։ Ինքը նկատի ուներ իր որդուն, բայց ինքը գտավ մի ուրիշ բան։ Երբ որ դու քո կյանքում ապրում ես, ու նայում ես առջևում վաղը ծանր օր պիտի գա, դու հեչ մտածում ես, որ Աստված այդ ծանր օրվանից ելքը արդեն պատրաստել է։ Աստծուն ճանաչում ես այդպիսին։ Ամեն ինչ նախատեսող Աստված է մեր Տերը։ Գիտեք, մեզ Տեր է դարձել մեկը, որ ժամանակից դուրս է գտնվում։ Քո ապագա կյանքի բոլոր վայրկյանները իր աչքի առջև են։ Ու եթե դու նայում ես ապագային, տեսնում ես դժվարություն, հաստատ իմացիր ինքը որպես հայր, որպես քեզ շատ սիրող, ամենակարող Աստված, այդ կետում այդ դժվարությունից դուրս գալու ելքը արդեն պատրաստել է հենց այսօր, թեև դա կարող է պատահի մի քանի տարի հետո։ Աստված նախատեսող Աստված է, ամեն ինչ նախատեսող Աստված է։ Ճանաչիր նրան այսպես, ու դու տագնապների մեջ չես ապրի։ Դու այսօր կապրես ճիշտ, խնդրես Աստծուց ծրագիր վաղվա օրվա համար, մյուս օրերի համար, կապրես այդ ծրագրի համապատասխան, բայց այն տեղերում, որտեղ որ դու անհանգիստ կլինես դժվարության համար, վստահիր, որովհետև ինքը արդեն դրանց ելքը, լուծումները պատրաստել է։ Թող իր անունը փառավորվի։ Հալելույա։ Երբ որ Եղիային Աստված առաջնորդեց աղոթել, որ 3.5 տարի անձրև չգա Իսրայելում ու մեծ երաշտ լինի, ու այդ մեծ երաշտը եղավ ցամաքեցին գետերը, գիտեք ինչ ահավոր բան եղավ, կարող եք կարդալ 3-րդ թագավորաց գրքում։ Եղիան չմտածեց ինքը ինչով պիտի ապրի։ Այդ հոգսը չարեց ինքը, գիտեք ինչի, ճանաչում էր Աստծուն, վստահում էր Աստծուն։ Երբ որ քո փողը այսօր պակասել է, այսօր կարողանում ես հացը առնես, կարող ես գնալ խանութից հաց առնես, ել մի մտածի վաղը, ոչ թե ընդհանրապես մի մտածի գնալ աշխատանքի, սրա մասին չեմ ասում։
Ես ասում եմ նրա մասին, որ մի տագնապիր բա վաղը բա միսօրը։ Աստված կարա հոգա բոլոր օրերը։ Ու գիտեք այս տեքստը ինչով է վերջանում 6-րդ գլխում 34-րդ խոսքում։ Ոստի վաղվա համար հոգս մի արեք, որովհետև վաղվա օրը իրեն համար պիտի հոգա։ Հերիք է օրվան իր նեղությունը։ Սա ասում է թող Աստծուն, վստահիր Աստծուն, ինքն է հոգալու, ինքն է անելու։ Սա չի նշանակում, որ մենք նստենք մեր տանը, ոտքներս գցած ոտքներիս, ասենք դե Տեր Աստված ոնց ուզում ես հոգա մեր կյանքը։ Այսպես չի, Աստված չի սիրում ծուլությունը։ Երբ որ ես ինքս դժվարություններ եմ ունեցել, ես Աստծո առաջ կանգնել ու ասել եմ, ես ուզում եմ աշխատեմ։ Ինձ համար գտիր աշխատանք։ Ես ուզում եմ աշխատեմ։ Ես չեմ ուզում ծույլ նստեմ դու ինձ պահես։ Ուզում եմ գործեմ ու ես իմ աշխատածը ուտեմ։ Ու ես պահեմ դրանով, ապրեմ դրանով։ Սա է ճիշտ դիրքը Աստծո առաջ։ Բայց նաև դրա մեջ վստահել Աստծուն, ոչ թե առաջին պատահած գործին գնալ ու եւ այլն։ Եկեք շարունակենք։ Որտեղ որ շարունակենք դրանց մասին կխոսենք։ Մի ուրիշ բան, որ Աստված շատ ուզում է վերջինը 5-րդը որ պիտի ասեմ, որ Աստված շատ է ուզում որ մենք սովորենք մեր կյանքում, դա նա է որ կախված լինել ոչ թե նյութականից, այլ կախված լինել Աստծուց։ Գիտեք որ մարդու սիրտը այսպես թե այնպես շատ թե քիչ տարբեր ձևերով հենվում է նյութականի վրա։ Ասում եմ եթե նյութական չլինի ո՞նց կլինի։ Աստված քրիստոնյաներին սովորեցնում է կախված լինել Աստծուց, ոչ թե նյութականից ու փողից։ Հիմա որ խոսում եմ ձեզ այն շատերի մեջ կարող է այդ հարցը առաջանա, բա առանց փողի ո՞նց կլինի։ Ես չեմ ասում առանց փողի, բայց փողի համար էլ կախված լինել Աստծուց։ Ինքն է ավելացնողը, ինքն է պակասացնողը, ինքն է այս աշխարհի տերն ու տիրակալը։ Այս աշխարհի բոլոր հարստությունները Աստծո ձեռքի մեջ են։ Ում ինչքան ուզում այնքան տալիս է։ Մի քրիստոնյային շատ, մյուս քրիստոնյային քիչ, բայց ինչ որ բաներ է սովորեցնում։ Դրա համար մի հատված պիտի կարդամ ու հետո ուսումնասիրենք թե կախվածությունը ինչպես է գործում այս հատվածի մեջ։ Հռոմեացիների թղթի 14-րդ գլխի 17-րդ խոսքը ձեզ շատ ծանոթ մի հատված։ Որովհետև Աստծո թագավորությունը կերակուր ու խմելիք չէ, հապա արդարություն, խաղաղություն, ուրախություն, Սուրբ Հոգով։ Կարծես թե Պողոս առաքյալը հակադրում է ուտելիքն ու խմելիքը արդարություն, խաղաղություն, ուրախություն, Սուրբ Հոգու մեջ։ Հալելույա։ Քո համար ավելի թանկարժի Աստծո թագավորությունը թե նյութականը։ Հիսուս ասաց ամեն բանից առավել, ամեն բանից առաջ խնդրեք Աստծո թագավորությունը։ Այսինքն ինչ խնդրենք։ Այսա արդարություն, խաղաղություն, ուրախություն։ Երբ որ մարդու խաղաղությունը, ուրախությունը ու արդարությունը փողի պատճառով խախտվում է, ուրեմն ինքը կախված է փողից։ Ուրեմն քո խաղաղությունը, քո ուրախությունը կախված է փողից, հենված է փողի վրա։ Հենց որ դա խախտվում է, քո մեջ էլ է խախտվում, քո խաղաղությունն էլ է խախտվում։ Ու հաճախ Աստված կհանի այդ հենարանը քո սրտից, որպեսզի դու սկսես Աստծո վրա հենվել, ոչ թե փողի վրա հենվել։ Երբ որ հանկարծ մի դժվար պահ է գալիս, ու դժվարության մեջ դու պիտի հավատքով ապրես, ինչ որ մի ձև դուրս գաս այդ դժվարությունից, ու դու մեկ էլ նայում ես, ասում ես, վայ, փող չունեմ, որ ես գործերը անեմ։ Ճիշտ չես մտածում։ Առաջ նայիր Աստծուն։ Ասա դու քեզանով պիտի դուրս գան, ոչ թե փողի միջոցով։ Հենց որ նայում ես մտածում ես փող, ուրեմն դու կախված ես փողից։ Հենց նայում ես մտածում ես Աստված, ուրեմն դու կախված ես իրենից։ Ու աշխատի չծածկես քո սիրտը, չասես փող, բայց էլի Աստված։ Մարդիկ հաճախ փողը տալիս են, ինչ որ հարցեր են լուծում, հետո ասում են Աստված արեց։ Սա սխալ դավանանք է, սխալ վկայություն է։ Այդպես չի, դու փող ես տվել, կաշառք ես տվել, ինչ որ հարց ես լուծել։ Մի ասա Աստված արեց, որովհետև ճիշտ չես ասում այդ պահին։ Պետք է ճիշտ խոսել, Աստծո առջև լինել ճիշտ դավանող, ճիշտ դավանանք ունեցող։ Հալելույա։ Գիտեք ինչ է նշանակում արդարություն։ Փոքրիկ կարճ խոսեմ այս 3 բաների մասին։ Աստծո թագավորությունը կերակուր ու խմելիք չէ, հապա արդարություն։ Այսինքն Աստծո թագավորությունը սկսվում է արդարությունից։ Աստված իր արդարությունը իր որդու միջոցով մեզ տվել է ձրիաբար։ Մենք հավատացինք Հիսուսին, կոչվեցինք արդարներ։ Ոչ թե մենք արդար ենք նրանով, որ մեղք չենք գործում, այլ մենք հայտարարված ենք արդարներ։ Աստված մեզ հայտարարել է, ոնց որ դատարանում դատում են մարդուն, հայտարարում են արդար։ Հիմա դատարանը հայտարարել է արդար, կարևոր չի ինչքան մեղք է գործել։ Այդ մեղքերի պատիժը կրել է Հիսուսը։ Մենք հայտարարվել ենք արդար։ Պատկերացնում եք, բայց այս արդարությունը պետք է պահել։ Այս արդարությունը պետք է գործել։ Հովհաննեսը իր առաջի թղթում գրում է, ասում է նա որ արդարություն է գործում, շարունակություն չեմ ասում։ Միայն այսքանը նա որ արդարություն է գործում, այսինքն արդարությունը պետք է գործել։ Արդարությունը մենք ստացանք ձրիաբար, բայց պիտի գործել։ Եթե փողի պատճառով դու մեղք ես գործում, դու կորցնում ես այդ արդարությունը, խախտում ես այդ արդարությունը, չես պահում քեզ ձրիաբար տրված արդարությունը։ Նյութականի պատճառով չի կարելի մեղք գործել։ Դուք պատկերացնում եք, երբ որ մարդը նյութականի պատճառով մեղք է գործում, այսինքն ինքը ավելին է գնահատում այդ նյութականը, քան թե Աստծո պատգամը, քան թե Աստծուն, որտեղ մեղքը մեզ բաժանում է Աստծուց, հեռացնում է Աստծո ներկայությունից։ Համաձայն եք դրա հետ։
Նաև դրանով ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է նյութականին ծառայել, երբ որ մարդը նյութականի պատճառով մեղք է գործում, կախված է նյութից։ Նյութը իրեն հրամայում է, ինքը կատարում է։ Փողը ասում է՝ «Մի հատ սուտ խոսիր ու ինձ կունենաս»։ Մարդը սուտ է խոսում ու ունենում է։ Աստված էլ հակառակն է ասում, ասում է՝ «Խոսիր ճշմարտություն, ինձ կունենաս»։ Դու ո՞րն ես ընտրում։ Հաճախ ո՞րն ես ընտրում։ Նայ քո կյանքին։ Հալելույա։ Խաղաղություն։ Գիտեք խաղաղությունը ինչ է։ Էլ չասեմ, ամեն մարդ սիրում է իր սրտում ունենալ խաղաղություն։ Շատ մարդիկ աղոթում են Աստծուց իրենց խնդրի լուծման համար, ավելի շատ խաղաղություն ունենալու համար, քան թե այդ խնդրը իրենց անհանգստացնում է, քան թե այդ խնդրի մեջ ինչ որ մեկին պետք է օգուտ տալ։ Այդ անհանգստությունը, այդ խաղաղությունը։ Խաղաղությունը մի բան է, որ հանդարտ, հանգիստ դու ապրում ես, որոշակի Աստծո հետ ունեցած կյանքում։ Մեկ էլ հենց խաղաղությունը խախտվում է, գալիս է մի հատ փոթորիկի շրջան։ Կարծես թե ջրի մակերեսը որ խաղաղ էր, սկսում է ալեկոծվել ուժեղ։ Սրան է նման խաղաղությունը մեր մեջ։ Ես չեմ ուզում շատ խառնեմ, ուղղակի սրան է նման։ Հիմա պատկերացրու, երբ որ քո խաղաղությունը խախտվում է փողի պատճառով, քո այդ հանդարտությունը, ներքին հանդարտությունը խախտվում է փողի պատճառով։ Սա չէ՞ որ դու կախված ես փողից, բայց Աստծո թագավորությունը ուտելիք ու խմելիք չի։ Այսինքն կարելի է ուտելիքն ու խմելիքը չունենալ, բայց ունենալ արդարություն, խաղաղություն, ուրախություն։ Եթե դու ունես այս 3 բաները կախված Աստծուց, այս փողերը շատանան, պակասեն, այս աշխարհի նյութականը շատանա, պակասի, քո վրա չի ազդում։ Դու ներքուստ ունես խաղաղություն Աստծո հետ։ Այս վերջերս, ասում եմ վերջերս, բայց երևի մի 2 ամիս անցել է։ Ուրեմն միտեղ փողոցում հանդիպեցի Եհովայի վկաների հետ, կանգնացրեցին ու սկսեցին իրենց ուսմունքից խոսել։ Խոսեցինք բավականին երկար։ Այնքան խոսեցինք, որ Եհովայի վկաների մի հատ ուրիշ խումբ մոտեցավ։ Մեկ էլ նկատեցի, որ սենց շրջապատել են, լիքը կանգնած են կողքերս։ Ներքուստ այնքան խաղաղություն, այնքան ուրախություն ունեի, որ չկարողացա պահել, ուղղակի ժպտում էի, նայում էի իրանց, ամեն մեկը մի բան խոսում է, բոլորը մի բան խոսում են, ես այն ժպտալով իրանց եմ նայում, ասում ժողովուրդ, տեսեք, ես այնքան ուրախ եմ, այնքան խաղաղ եմ, դուք այսի չունեք։ Իրանց մեկը սենց դեմքով ասեց, մենք էլ ունենք, մենք էլ դրան, ասի չէ, կեղծավորում ես, այս սա է ձեզ պետք, ձեզ երկնքի թագավորությունը ձեր սրտերում է պետք, այս սա է ձեզ պետք։ Պատկերացնում եք, սենց խոսեցինք, իրանք էլ մենք էլ ունենք ու հեռացան։ Բայց այս պահը քեզ հակառակ կխոսեն, ուրիշ ուսմունք կբերեն, փող չես ունենա, ինչ կլինի։ Այդ ոչ մի բանից կախված չլինի քո խաղաղությունն ու ուրախությունը։ Հենց որ գալիս են փոթորիկի շրջաններ, որ փողը սկսում է պակասել, դու էլ անհավատների նման դեմքդ հավաքում ես, ու սկսում ես տրտնջալ, դե փող չկա, դե էսպես, դե այնպես, իրանցից ինչով ես տարբերվում։ Անհավատ մարդիկ կախված են այս աշխարհի նյութականից, որովհետև ուրիշ բան չունեն, որի վրա հենվեն, ուրիշ բան չունեն, որից կախված լինեն։ Բայց մենք ունենք, ու գիտեք ում ունենք, ամենակարող, մեզ սիրող Աստված ունենք։ Հիսուս ունենք, որ իր կյանքը տվեց մեր համար։ Քո ուրախությունն ու խաղաղությունն են սրտի ներսում, խորքում, ուրախությունն ու խաղաղությունը կախված լինի միայն Հիսուսից։ Սա առաջանում է հարաբերության մեջ։ Սա այնպես չի, որ այսօր ես ուզում եմ կախված լինել Հիսուսից, ուրեմն վերջ եղավ։ Սա առաջանում է հարաբերությունից։ Երբ որ գալիս է փողի նեղություն, նյութական դժվարություն, ու տեսնում ես խախտվեց քո խաղաղությունն ու ուրախությունը քո ներսում, մտնում ես աղոթքի մեջ։ Ասում ես՝ Տեր, չեմ ուզում, որ իմ ուրախությունն ու խաղաղությունը կապված լինի այս աշխարհի հետ։ Ուզում եմ մենակ քո հետ կապված լինի։ Գիտեք ինչքան եմ աղոթել, ասել եմ թեկուզ լինեմ այն մարդկանց նման, ովքեր աղբի մեջից ուտելիք են հավաքում, բայց քո ներկայությունը ունենամ։ Այ անկեղծ եմ ասում ես, այսպես աղոթել եմ։ Ասում եմ ինձ չի հետաքրքրում այս աշխարհում ոչ հարստություն, ոչ մի բան, ոչինչ մարդիկ կլինեն իմ կողքին, իմ հարազատ կամ ոչ հարազատ, կարևոր չի ոչ մի բան։ Դու լինես իմ կողքին։ Թեկուզ լինեմ այդ աղբանոցում աղբի մեջից ուտելիք հավաքողի նման։ Կարևոր չի ոչ մի բան, կարևորը մի բան։ Դու ունես Աստծուն, Աստծո թագավորությունը քեզ համար ինչ արժի։ Ամեն բանից առավել խնդրում ես Աստծո թագավորությունը քո կյանքում, թե դու կախված ես նյութական աշխարհից։ Հալելույա Հիսուսին։ Կարևոր չի նոր կտակարանում, թե հին կտակարանում։ Աստծո մարդիկ միշտ էլ կախված են եղել Աստծուց, կախված չեն եղել նյութականից։ Ամբակում Մարգարեն գրում է այսպիսի խոսքեր. Թեև թզենին ընձյուղ չտա, ու որդերի վրա պտուղ չլինի, եւ ձիթենին բերքը ստի, արտերը կերակուր չտան, հարախներից ոչխարը կտրվի, ու գոմերի մեջ արջար չլինի, սակայն ես Տիրոջ մով պիտի ցնծամ, իմ փրկությանս Աստծով պիտի ուրախանամ։ Տեր Եհովան իմ զորությունս է, ու իմ ոտքերս եղնիկի պես եւ այլն։ Ասма թեկուզ ամբողջ բերքը կորուստի գնա, երբեք բերք չտան դաշտերը, անասուններ չունենամ, սակայն ես Տիրոջ մով պիտի ցնծամ, սակայն ես իմ Տիրոջ մով պիտի ցնծամ։ Շատ եմ սիրում Սաղմոս 137-ում Սաղմոսերգոյի են խոսքերը։ Դա գրված է Բաբելոնյան գերության ժամանակ ու հաստատ Դավիթը չի գրել այդ Սաղմոսը։ Բաբելոնյան գերության ժամանակ
գերի եղած մարդիկ։ Ինքը իր վրա այդ Սաղմոս գրողը ինքը իր վրա անեցք է դնում։ Ասում է բերանս պապանձվի, լեզուս չորանա, այսպիսի խոսքեր ասում, քիմքիս փակչի։ Ասում է եթե քո ուրախությունը ինչ որ բանից առավել չլինի իմ կյանքում։ Պատկերացնում եք ինչ է ասում այս մարդը։ Ասում է Երուսաղեմ, ես խորհրդով եմ ասում, եթե աստվածային ուրախությունը ավելի թանկ չլինի ինձ համար։ Այս աղոթքը կարիք կա, որ ամեն մարդ իր կյանքում այդքան ուժեղ դնի, որ ամեն բանից առավել Աստծո թագավորությունն եմ ուզում, Տեր քեզ եմ ուզում, ուրիշ ոչինչ։ Եկեք ոտքի կանգնենք։